Երևանի Թումանյան փողոցում այսօր վաղ առավոտից կրկին սղոցի ձայներ լսվում։ Երևանի քաղաքապետարանի կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն ՀՕԱԿ-ի աշխատակիցները զանգվածային ծառահատումներ էին իրականացնում։ Ասում էին, փողոցի այս հատվածում նախատեսված է հատել 20 հաստաբում թեղի։ Պատասխանատու պաշտոնյան ՀՕԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը պնդում է, որ հատվում են ծեր, ոչ կենսունակ հիվանդ ծառեր։ Նրա խոսքով ծրագրի շրջանակում նախատեսվում է հատել 70-ից 80 կենսունակությունը կորցրած ծառ եւ փոխարենը տնկել ավելի քան 100 տնկի։ Եթե ասում ենք, որ ծեր է, բնականաբար իրենց կյանքն ապրել է եւ բնականաբար պետք է հաստաբուն լինեն։ Եթե հաստաբուն չլինեին, հետեւաբար ծեր էլ չէին լինի։ Երևանի Ավագանու ազգային առաջընթաց խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը հակադարձում է եւ ասում, անգամ եթե ծառերը փչակներ ունեն, դա դեռ հատման ցուցում չէ։ Հաստաբունով չենք ասելու, որ ծառը հին է կամ ծառը սենց է կամ հիվանդ է կամ առողջ է։ Դրա համար կան համապատասխան հետազոտություններ։ Դա մեկ։ Երկրորդը, Թումանյան փողոցում նախորդ տարի ամռանը ես ինքս վիդեոյով հանել եմ այդ թեղի ծառատեսակները, որոնց համար մենք անում ենք պայքարի աշխատանքներ, իդեալական վիճակում էին։ Որևիցե տերևի վրա, որևիցե վնասվածք չկար։ Մեր Երևանում խնդրեմը թեղի ծառատեսակի ոչ թե այն էր, որ թեղին ծեր էր, այլ մեր խնդիրը նրանում էր կայանում, որ թեղին ամեն տարի սխալ արված խոր էտի եւ խոր էտը խրախուսող այսօրվա կանաչապատման ՀՕԱԿ-ի գիտատեխնիկական խորհրդի նախագահ Ժիրայր Վարդանյանի եւ իրենց գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանի կողմից որպես բուժական մեթոդաբանություն կիրառվող գործընթացներն էին, որոնք բերեցին ծառերի դիմադրողականության կտրուկ անկմանը։ Թումանյան փողոցում թեղիների փոխարեն տնկվում են հուդայածառեր։ Բեգոյանի խոսքով դրանք համապատասխանում են Երևանի կլիմային, մինչդեռ Վարդանյանը հակառակն է պնդում։ Հուդայածառը փողոցների կանաչապատման համար չի Երևանի նման ծանրագույն էկոլոգիական վիճակ ունեցող քաղաքում։ Իսկ թեղին չորադիմացկուն, խոշոր մեր ռեգիոնի համար բնորոշ ծառատեսակ է, որը ունի փոշին նստեցնելու բոլոր ծառատեսակների մեջ ամենաբարձր ունակությունը։ Թեև Արմեն Բեգոյանի պնդմամբ հուդայածառերը ձեռք են բերվել անցյալ տարի մեկ հատը շուրջ 80,000 դրամով, սակայն Factor TV-ն գնումների համակարգից տեղեկանում է, որ կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն ՀՕԱԿ-ը 2025 թվականի փետրվարի 26-ին հուդայածառերի գնման պայմանագիր է կնքել Գարանտ 24 ընկերության հետ 200 հուդայածառի համար հատկացնելով շուրջ 8 միլիոն դրամ։ Այս ընկերությունը հիմնադրվել է 2024 թվականի հունիսին։ Հետաքրքիր զուգադիպությամբ նույն ընկերությունն է, որը ցանկացել էր կազմակերպել Աջափնյակի թաղապետարանի ամանորյա կորպորատիվը, մասնակցելով էլեկտրոնային աճուրդին 456 միլիոն դրամի առաջարկով։ Այն դեպքում, երբ միջոցառման համար նախատեսված բյուջեն ընդամենը 2 միլիոն դրամ էր։ Ըստ պետռեգիստրի տվյալների Գարանտ 24 ընկերության 100%-ի բաժնետերը եւ գործադիր մարմնի ղեկավարը Էվելինա Խաչատրյանն է։ Factor TV-ն պարզել է, որ իրականում ընկերությունը դե ֆակտո ղեկավարում է նրա ամուսինը Լևոն Աղաբեկյանը, քանի որ նրա ընկերությունը ներառված է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցողների ցանկում։ Մեկ այլ պայմանագրով 2024-ի սկզբին ՀՕԱԿ-ը եւս 200 հուդայածառ է ձեռք բերել, շուրջ 5 միլիոն դրամով։ Մի դեպքում կանադական, մեկ այլ դեպքում եվրոպական հուդայածառեր։ Այդ ծառերի մի մասը 2024-ին տնկվել է Թումանյան փողոցում հատված թեղիների փոխարեն, բայց ծառահատումների գործընթացը ժամանակավոր կանգ առավ անցած տարի, երբ Երևանի Ավագանու ազգային առաջընթաց խմբակցության անդամները հայց ներկայացրին պարտավորեցնելու քաղաքապետարանին ձեռնպահ մնալ առանց համապատասխան շմագ եզրակացության կենսունակությունը կորցրած ծառերի հատման կամ փոխարինման աշխատանքներից։ Դատարանը բավարարել էր հայցի ապահովման միջնորդությունը, արգելելով Երևանի քաղաքապետարանին իրականացնել նման գործողություններ մինչև տվյալ գործով վերջնական դատական ակտի առկայությունը։ Մինչ առաջին դատական նիստը եւ նիստի ժամանակ էլ Ավագանու անդամները դատարանին խնդրել են վերաձևակերպել այդ որոշումը, որպեսզի ահազանգերի դեպքում դեֆորմացված վտանգավոր ծառերի հատումը թույլատրվի։ Սակայն Երևանի քաղաքապետարանը բողոքարկել էր դատարանի որոշումը եւ վերաքննիչ դատարանը ամբողջությամբ եկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը, վերացնելով ծառահատումների արգելքը։ Արմեն Բեգոյանն այսօր հայտարարեց, որ ծառերը փոխարինելու համար շմագ եզրակացություն անհրաժեշտ չէ։ Բավարար է իրենց գիտատեխնիկական խորհրդի որոշումը։ Նա հավելեց, որ համեմատաբար կենսունակ ծառերը չեն հատում։ Չնայած պաշտոնյաների հայտարարություններին մասնագիտական հանրույթը պնդում է, որ հաճախ հատվում են ոչ միայն հիվանդ, այլև առողջ ծառեր։ Իսկ տնկվող ծառատեսակներից որոշները չեն ապահովում խիտ սաղարթ եւ երևանյան տապը մեղմելու ֆունկցիա չեն կարող կատարել։